Սա ավարտված է օրենքի բանը, բայց ինքը իր հետևանքներով, նորից եմ կրկնում, Տիկին Գալստյան, վտանգներ չունի, որտեղ վտանգները այն է, երբ որ դու աշխատող, իր առաքելությունը կատարող կառույց ես փակում, նա չէր կատարում եւ գնալով ցավոք, հաշվի առնելով, հա, որոշ ներկա քաղաքական process-ները կարողա սրվեր եւ ընդհանրապես շողակատից բան չմնար։ Միգուցե ինքը բաներ, ոնց են ասում, հա խիրուրգային էր, միգուցե ինչ էր, ոչ ամենաարդյունավետ, բայց երբ որ երկու կողմներ ինչ որ բանի չեկան ժամանակին կոմպրոմիսների ինքը ինչ որ հանգուցալուծում պիտի գտներ եւ այսպես գտավ։ Դուք էլի տարակ շողակատ, ես ախր շողակատ շատ եմ, ես ասում եմ, քննարկում շողակատի մասին չի։ Այդ կներեք, երրորդ հեռարձակողը պետքա լիներ ոչ թե շողակատ, այլ հանրային հեռարձակողը։ Ուր այդ հանրային հեռարձակողը, ես էլ եմ այդ ասում։ Հա, իսկ այդ բովանդակությունը միշտ պետքա գեներացվի ձեր օգնությամբ, հասարակության, հանրային հեռարձակողի, մասնավորների, եթե դուք բերեք 2-3 հաղորդում, որը շատ ափսոս էին, որ փակվեց շողակաթում, հա, հերոստանգերություն, ես ձեզ կհասկանայի, գրեթե չկար, հավատացնած ես։ Ներոր դարը մեծագույն հաճույքով եմ լսում այդ հաղորդումը։ Շատ լավն է Աննայի հաղորդումը, ինքը կարա տեղափոխվի հանրայինի ուրիշ հարթակ եւ շատ նորմալ եւ շատ ավելի մեծ լսարանով շարունակվի, որտեւ այնտեղ այդ լավ հաղորդումը լսարան չուներ։ Լավ, այս բանը արդեն ես կարծում եմ, քանի որ տենց փորձով ասում եք, տենց ստաժով մեզանից ավելի գիտելիքով, եթե կարծում եք դա լավ բան է, Ժողովուրդ ջան, ես պահանջում եմ, ուրեմն որ չփակեք հոգևոր կրթամշակութային հանրային հեռարձակողը չլուծարեք։ Առավել ևս որ գրել ստորագրել, որ դուք դեմ եք, ինքը լավ բան է, շատ լավ։ Պահեք Ժողովուրդ ջան։ Դե ֆինանսավորումով կարանք բետ եմ ասում։ Այսինքն ում հիմա ֆինանս տանք, ասի բան չեմ ուզում։ Լավ բան է, չէ՞, ասում եք մենք մեր փորձով կարայինք անենց անենք, արեք Ժողովուրդ ջան։ Սիրով արեք, մենք կգանք, ասենք շատ լավ ձեր գրած կարծիքին տեր եղաք։